Հատվածը կարծեմ 15-20 մետր է։ Վճարվել է դրա համար։ Ամբողջությամբ չի վճարվել այդ աշխատանքը։ Պարոն Խուդատյան, ներողություն, Նիկոլ Փաշինյանը գնում է եկեղեցիներ, տեսնում է այնտեղ իրեր եւ ասում է ոնց որ չուլան լինի։ Հիմա խնդրում եմ նայենք կառավարության պատուհաններին, տեսեք ինչ կեղտ է, դուք սրան ինչ անուն օրինակ։ Ես կառավարության պատուհանների ուրեմն Չէ, խնդրում եմ միատ նայեք, էլի փոշին ինչ հաստության դե ընդամենը հարցը պիտի ուղղեն հողակին, ով որ զբաղվում է կառավարության շենքի պատուհան չի հիշացնում ձեզ։ Ինչու բալու ինչ փոշի։ Դա դուք հարցրեցիք, ես ասացի ոչ։ Իսկ ինչու է։ Եթե այլ հարցեր կան, եկեղեցում դրված է իրեր դրանք չուլանի տպավորություն։ դուք ինձ ուղիղ հարց եք տալիս, ես ձեզ ուղիղ պատասխան եմ տալիս։ Իսկ ինչպես է ստացվում, որ եկեղեցում դրված են իրեր, որոնք չուլանի տպավորություն են ստեղծում, իսկ այդ Շարունակ անձրևային եղանակից հետո պատուհանին հայտնված փոշին, անձրևային եղանակից հետո պատուհանին, դե ես չգիտեմ, հողակը կամ պոակը ինչ տրամաբանության մեջ են սպասարկում եւ երեք չի հիշացնում այս պատուհանը։ Իսկ կարող եք 8 անգամ նույն հարցը տալ, ես 8 անգամ հանգիստ կպատասխանեմ ոչ։ Ես մի բան ձեզ հարցնեմ էլի վարշապատի հետ կապված։ Դուք ասացիք, որ կառավարչական նաև հմտություններն է հաշվի առնվել տեխնիկայի ընտրության հարցը որոշելիս։ Ավականու կազմում չկար արժանի